Ողջույն բոլորին, հարգելի ուսուցիչներ, ես հիմա ցույց կտամ, թե ինչպես ենք մենք տեղադրում մեր կրթական նյութերը մեր կայքում և ինչպես կարող եք այն գտնել։ Առաջին հերթին գալիս ենք highandlearning.com կայքը, այստեղ մուտք ենք գործում մեր այն մեյլով և գաղտնաբառով, որով որ գրանցվել էինք վճարում անելիս։ Սեղմում ենք մուտք կոճակին, տեղափոխվում ենք մեր անձնական էջը արդեն, այստեղ կտեսնեք իմ դասընթացներ բաժինը, սեղմում ենք և ձախ մասում բացվում է այսպիսի վահանակների շարք, սեղմում ենք իմ դասընթացների վրա, եթե հեռախոսով միանաք, ուշադրություն կդարձնեք, որ ոչ թե ամբողջապես սրա վրա սեղմեք, այլ բացեք պարունակությունը և սեղմեք հենց live դասերի վրա, քանի որ մեր դասերը online դասեր են, live են, ապա դրանք տեղադրվում են այս ֆորմատով։ Մտնում ենք live դասեր բաժինը, եթե դուք դեռ դասընթացին մասնակցում եք, դասընթացը կերևա ընթացիկ բաժնում, եթե դեռ չի սկսվել, կլինի սպասվողում և եթե անցել եք մեր դասընթացները, անցած բաժնում կլինի, այսինքն կայքը տրամաբանական ժամանակագրություն ունի։ Հիմա ենթադրենք դեռևս այս դասընթացը մենք անցնում ենք, սեղմում ենք տեսնել կոճակին, որպեսզի ըստ օրերի տեսնենք, թե ինչ նյութեր է տրամադրվել։ Այստեղ նշվում է, որ սպասվող օրերն են երկրորդ և երրորդը, օրինակ, և անցյալը արդեն առաջին օրն է, առաջին օրվա դասը ունեցել ենք։ Գալիս ենք, սեղմում ենք թեմաներ բաժնի վրա, այստեղ մենք տեղադրում ենք բոլոր նյութերը, որոնք ձեզ փոխանցում ենք, այս պարագայում օրինակ հրահանգների շտեմարանը և ուղեցույցը, հաջորդիվ կա առաջադրանքներ բաժինը, տնային առաջադրանքը տեղադրվում է այս մասում և ունենք ձայնագրություններ կոճակը, սեղմում ենք դիտել ձայնագրությունը և կարողանում եք արդեն դիտել տվյալ դասի ձայնագրությունը։ Հիմա եթե արդեն օր 2, օր 3-ն էլ ավարտեք մասնակցեք, բոլորը կգա այս անցած բաժնում կհայտնվի։ Հավաստագրերը ևս իմ դասընթացներ բաժնում է, սեղմում ենք այս կոճակին և տվյալ պահին բոլոր հավաստագրերը, որոնք որ տրամադրվել են մեր կողմից, բացվում է այստեղ, սեղմում եք տեսնել հավաստագրի վրա և արդեն կարող եք տեսնել հավաստագիրը կնիքով, QR-ով, տպել կոճակին, որ սեղմեք, տալիս է պահպանել որպես PDF, այս հատվածում վերևի, սեղմում ենք save և պահպանում ենք, արդեն կարող ենք օգտագործել որպես PDF տարբերակ։ Իմ դասընթացներ բաժնում նաև կտեսնեք թեստեր, եթե ունեք և այլ նյութեր, անձնական տվյալներ բաժնից վերևից դուք կարող եք ձեր անուն, ազգանունը, եթե ինչ-որ սխալ է եղել կամ հայատառ չի, փոխեք, անուն, ազգանունը հայատառ ճշգրտությամբ լրացնեք։ Այստեղ նաև ձեր վճարման պատմությունը կտեսնեք, թե որ վճարումներն ա կատարված ու վճարման ինվոյսն էլ ավտոմատ տրամադրվում է։ Այսքանը։